Սիրելի իմ ժողովուրդ, հաճախ եք հարց տալիս, եթե անընդհատ քոր է գալիս մատերը ոտքերի եւ տակը ոտքերի տակի։ Ոտնոթաթերի քորը իհարկե դա նրանից է, որ հնարավոր է միզաթթուն բարձրացած լինել, նաեւ նրանից, որ լյարդը կամ դիֆուզ փոփոխված է, կամ ճարպակալված, կամ խնդիրներ կա, որովհետեւ եթե երիկամը, եթե ենթաստամոքսային գեղձը նորմալ չեն աշխատում այդ ընդհանուր վիճակից նաև, քանի որ լյարդի ֆունկցիան էլ ինչ որ մի չափով փոփոխված է, ապա սիրելիներս պետք է բուժել լյարդը, պետք է որովայնի խոռոչի սոնոգրաֆիա անել, որը 3000 դրամ է, եւ նաեւ տալ լյարդի անալիզները, ենթաստամոքսային գեղձի անալիզները, չէ որ եթե այն ավելի խորացնեք, դիֆուզ փոփոխությունը դառնա ճարպակալում, ճարպակալումը դառնա եւ այլն, դա խիստ խնդիր կարող է առաջացնել ձեր համար, որտեղ լյարդը խուլ ու համր առանց ձեն հանելու աշխատում է ձեր համար, բայց խնդիր է առաջանում նման եւ քորի, եւ ճարպագնդի, եւ միսիկների կամ լաքաների առաջացման, դա նշանակում է ինքը բղավում է, օգնի ինձ, օգնեք ձեր լյարդին, սիրելիներս, որովհետեւ ձեր առողջությունը հենց ձեր համար է թանկ,